Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, այսօր ուզում եմ արձագանքեմ Ալեն Սիմոնյանին, քանի որ ես իրենց ասում եմ՝ մի խոսացեք, որպեսզի մենք չխոսանք։ Այս մարդիկ չեն հասկանում։ Հիմա տեսեք ինչ է կատարվել։ Ի շարունակություն այն թեմայի, որ եղել էր ազգային ժողովում, Ալեն Սիմոնյանը երեք մտնում է եթեր ու ասում է հետևյալը՝ միտում սադրել են իրեն ծնողին։ Ես կողմնակից չեմ, որ քաղաքական դաշտը մտնի անձնական կյանք, կպնի ընտանիքի անդամներին, բարեկամներին, դա ճիշտ չէ, բայց երբ որ ծնողը կրկնում է գրեթե նույն բառերը, ինչ որ ասվել է ազգային ժողովի նախագահան, ես մտածում եմ, որ արդեն սա լուրջ է, քանի որ եթե ազգային ժողովի նախագահան ասում է, որ իրեն սադրեցին, նա տես բան չի ասել, բայց ապացույցները կան եւ դա ես ներկայացրել եմ, ապա այստեղ ակնթարթ երևում է ինչ է եղել իրականում։ Հիմա տեսնենք ինչ է ասում Ալեն Սիմոնյանը, կոնտեքստից չեմ կտրում Ալեն Սիմոնյան, դնում եմ ընդհանուր ձեր ելույթը, այնուհետև տեղադրեմ ձեր ծնողի ասածը եւ ինչ է ասել լրագրողը։ Խնդրեմ ժողովուրդ ջան, Ալեն Սիմոնյան։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, քիչ առաջ իմ եղբայրը եւ մայրը գնացել էին քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, որպեսզի քվեարկեին եւ այնտեղ որոշ իրենց լրագրող անվանող մարդիկ որոշել էին, այսպես ասած, որս կազմակերպել իմ ընտանիքի անդամների նկատմամբ, որպեսզի սադրեն որևիցե գործողություն, բնական է որևիցե լրատվություն կամ որևիցե ինֆորմացիա ստանալու նպատակ չուներ, Ժողովուրդ օրաթերթի Թագուհի Թովմասյանի ժողովուրդ օրաթերթի երկու լրագրողը իրանցից մեկը տպել էր մի լուսանկար, պրինտեր արել մի լուսանկար եւ 70 տարեկան մորս փորձում էին ինչ-որ բանով սադրեին եւ ինչ-որ նյութ ստանային, ինչի այս ամեն ինչը տեղի ունենում, որովհետեւ շատ մեծ մրմուր եւ կսկիծ կա այդ լրատվամիջոցի ներկայացուցիչների մոտ, որովհետև նախ եւ առաջ իրենք զրկվել են ազգային ժողով մուտք գործելու հնարավորությունից եւ երկրորդը այսօր ես հրապարակել եմ նաեւ թե ինչպես է մեր ձևով շարժման ներկայացուցիչը մեղմ ասած հրահանգ տալիս, թե ինչ նյութ պետք է տեղադրել Արմ լուր կայքի իրանց Facebook-յան էջում եւ դա հրապարակել եմ կսկիծն ու մրմուրը հանգիստ չի տալիս, իմ մասին արդեն ինչ հնարավոր է գրել են, մի 80 անգամ 5 տարի առաջվա կասկադի դեպքն են նշել, ամեն անգամ այդ նույն հարցը տալիս են, ենթադրում եմ, որ դա ինչ-որ բան է փոխելու, չգիտեմ, բոլոր հնարավոր տեղերում, որտեղ կարելի է Ալեն Սիմոնյան վերնագիր գրել, իրենք դա այդ ժանսը բաց չեն թողնում, դիմում են ինչ-որ իրավապահ մարմիններին, ինչ-որ հարցերով եւ այլը, եւ մի հետաքրքիր բաներ են անում, սրա մասին երբեք չեմ խոսել, բայց այդպես մի ոչ ունեմ, խառնակցություն եմ անվանում։ Հիշում եք բանը Մանվել, գեներալ Մանվելը մի հայտնի տեսանյութ կա, որ ասում է, հա, Թագուհի ասում է, ասա տենա, պետք է մի մուտի տանես դու։ Ասա Թագուհի, մեկը մուտիդ բդյանես, ասա։ Այդ խառնակցությունը անելը, դա ես պետք է ասեմ, որ իրոք գտնվում է ամենաբարձր մակարդակում իրենց մոտ, թիմի անդամներին իրար դեմ լարել, թիմի անդամներից փորձել խոսք քաշել, փորձել ընկեր ձևանալ եւ ինչ-որ ինֆորմացիա, սուտ ինֆորմացիա, ինչ-որ տենց ակնհայտ ինֆորմացիա տրամադրել, ասել, բա չիմացար, բա այս ինչ մարդը քո ձեր կուսակցությունից ձեր մեջից sense բանը ասել եւ դրա հիման վրա խոսակցություն կառուցել, այս ոճը պահող այս լրագրողները իդեպ այսօր շատ պետքա ասեմ, որ այսօր նաեւ պարոն Քոնջորյանը շատ գեղեցիկ, շատ հետաքրքիր ձևով իր տեղը ցույց տվեց այդ լրագրողներից մեկին, որը որ կպչուն տենց եկել էր պարոն Քոնջոյանին հետապնդում էր եւ էլի մանիպուլյացիաների ձևով փորձում են պարոն Քոնջորյանի նկատմամբ ակնհայտ կեղծ լուրեր կպցնել։ Գտնվում է նաեւ հոգեկան անհավասարակշիռ վիճակի մեջ իմ պացիենտը համեցեք
Ձեզ առողջություն եմ մաղթում, դուք կլավանաք։ Ես ձեզ խոստանում եմ, որ դուք կառողջանաք, ես ձեզ խոստանում եմ։ Եվ եկել են եւ հարձակվել են այս անգամ էլ իմ ընտանիքի անդամներին այդ նույն բանը վրեժխնդրությունը իրականացնելու։ Հիմա ինչի մասին է եթերը եւ ինչ եմ ուզում ասած լինել։ Ուզում ա լինի թագուհին, ուզում ա լինի մեկ այլ այդ հին լրատվական, այսպես ասած, դաշտի լրատվական, թե ինչն է դրա լրատվական, չգիտեմ, դաշտի ներկայացուցիչները պետք է մի բան իմանան, որ այդ գործիքը չի աշխատելու։ Ես ու իմ ընկերները գտնվում ենք պայքարի մեջ, քաղաքական պայքարի մեջ, մենք գիտենք ովքեր են մեր դեմ, ինչ փողեր են ծախսում, ինչ հնարքներ են կիրառում, ինչպես են իրանք ներողություն եմ խնդրում, պետք է ասեմ, իրանք իրանց ճղում, որպեսզի մեզ վնասեն։ Մենք ես իմ ընկերները չենք վախեցել այդ պատվիրատուներից, երբ որ իրենք իշխանություն են եղել, եւ չենք վախենում եւ չենք անհանգստանում։ Մենք գիտենք, որ մենք մտել ենք նախընտրական շրջան, որտեղ անկանոն կռիվ է գնալու եւ մենք թե հոգեբանորեն, թե մեր հանգստությամբ դրան պատրաստ ենք։ Ձեր գրառումները, ձեր թերթի, ձեր այդ ռոպագանդան, այդ ամեն ինչ, ինչի վրա դուք փող եք ծախսում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին վաղուց մերժել է, 2018 թվականին է մերժել, եւ եթե ձեզ թվում է, որ, չգիտեմ, կարևոր է, որ դուք ինչ-որ հոդված եք գրում, ինչ-որ բան եք ասում, որպեսզի մեզ խառնեք եւ լրատվությունից դուրս եկեք եւ մտել եք սադրանքի դաշտ, այդ սադրանքները ինչ-որ բան են փոխելու կամ, չգիտեմ, ներկուսակցական գործերում է ինչ-որ բան փոխելու, դուք չարաչար սխալվում եք։ Դուք այս գալիք ընտրությունները, այդ լրագրողներին եմ ասում, են մարդկանց, ովքեր իրենց լրագրող են անվանում, բայց զբաղված են սադրանքներով եւ սեփական շահերը առաջ տանել, դուք այս ընտրությունները արդեն վաղուց պարտվել եք։ Գնացեք, զբաղվեք ձեր գործերով։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը շատ լավ ամեն ինչ հասկանում է, նույնիսկ ձեր լրատվականների, ձեր տեղադրած նյութերի տակ արդեն ակնհայտ մարդիկ գրում են ու ասում են այն ամենը, ինչը որ իրականություն է եւ տալիս են իրական գնահատականը։ Նենց որ շարունակեք այդ չգիտեմ ինչ բառ օգտագործել այդ նյարդային ձեր գործունեությունը, սադրանքներ իրականացնելը, ռոպագանդիստ հանդիսանալը, այլ ուժերի եւ ֆինանսական շահերի ծառայելը։ Մեզ մեկ է, մեզ եւ հայ ժողովրդին մեկ է։ Դուք գերագնահատում եք ձեր ով լինելը Հայաստանի Հանրապետությունում։ Դուք գերագնահատում եք, բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, իմ մասին եւ ձեր մասին ամեն ինչ գիտեն, նենց որ զբաղվեք ձեր գործերով։ Կհանդիպենք ամսի 8-ին, հունիսի 8-ին, ընտրություններից հետո։ Ձեզ բոլորին լավ օր եմ ցանկանում։ Տեսակ ժողովուրդ ջան, Ալեն Սիմոնյանը ինչ ասեց, իսկ հիմա ինչ է տեղի ունեցել, խնդրեմ։ Հարցազրույց տալը հարցին պատասխան։ Բարև ձեզ, ամենայն հարգանքով ձեր անձի նկատմամբ։ Ներողություն, սա ինչ է։ Մորդ նկարնա։ Ինչու եք լիավորում։ Քաղաքացիներ, բայց ներողություն եմ խնդրում, սա պիտի մանա, դուք եք քաղաքացիներին ցույց տալի, պիտի մանա, դուք եք։ Այս հատկացիային հետ նայեք, դուք ներողություն, դուք եկեք մանա, հայոյեն քաղաքացիների ձեռքերը բոլորել թքել վրա։ Ձեր տղան է հայոյում քաղաքացին, ինչի եք մեզ։ Պիտի մանա, ձեր տղան է հայոյում քաղաքացիների ձեռքերը բոլորել տալի թքում վրան։ Ալեն Սիմոնյան, ձեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ նախկիների ժամանակ, եթե ինչ-որ մի բան տես դուք ձեզ թույլ տայիք, ապա կլիներ ձեր համար, չգիտեմ, ինչ մի հատ տխուր վիճակ։ Տեսակ, ինչ հանգիստ արձագանքեց ձեր իսկ նյութում գեներալ Մանվել Գրիգորյանը։ Ոչ մեկի չսպանեց, փառք Աստծո, լրագրողը մինչև հիմա ողջ եւ առողջ է, բայց հիմա պատասխանեք դուք, խնդրում եմ, ինչ իրավունք ունի ձեր եղբայրը վերցնի ճղի այդ թուղթը, նկարը
Եվ ինչ իրավունք ունի ձեր մայրը վիրավորելու լրագրողը։ Ինչ է նշանակում մամայիդ նկարնա։ Դուք ընդդեմ Միկա Միքայելյանին ասում եք Արան հերդ է, որ մարդը ձեզ չեր ասե արա, իսկ ստեղ ձեր մայրը ասում է մամա տա։ Այդ որ իրավունքով։ Թե Տիգրան Ավինյանի հորից բան սովորակ։ Ժողովուրդ ջան, մի հատ հիշեցնենք ինչ է ասել Տիգրան Ավինյանի հայրը։ Խնդրեմ։ Կարմիր գծերի արժեքը մնալու է 160,000 դրամ։ 500,000 սարքեն, որ ամեն համբալ չգա կայնիստե։ Ամեն իրա գեղի օպելով։ Եվ ավտոմեքենաները կոնստիտուցիոն իրավունքով չէին օժտված։ Գնացեք Իտալիա տեսեք։ Ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն։ Ավտոյի գին տարին պետք է մուծեն ավտոյից թանկ, որ կարենան մտնեն քաղաքի կենտրոն։ Պատկերացրիք։ Դուք մուծել եք։ Իհարկե։ Ինչքան։ Իմս անվճար է էլեկտրական է։ Էնի համբալ ասում, դու հերդ արայա, մայրիկը ձեր ասում է մորդ նկարնա։ Իսկ դուք արդեն մտել եք տներով, Ալեն Սիմոնյան։ Հա? Ալեն Սիմոնյան, եւ որ ասում եք ձեր մոտ ոչ մեկի մոտ չի անցնի, կոմունիստների մոտ կանցնի ամեն ինչ։ Եվ ես ձեզ ասում եմ, խնդրում եմ, պահանջում եմ եւ զգուշացնում եմ, մի հանեք մեզ ափերից։ Յուրաքանչյուր այն անձ, ով կկպնի Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, կվիրավորի, նրանք գործ կունենան մեր հետ։ Իսկ կոմունիստների ոճը դուք լավ գիտեք, երևի դպրոցում պատմություն անցել եք։ Տեսեք, որ մենք չմտնենք այն մարդկանց տները, ովքեր վիրավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Իսկ վերջում կարող եմ ձեզ հետ համաձայնվել։ Այո, հունիսի 8-ին 2026 թվականին Հայաստանի Հանրապետության քաղաքացին կասի, ով է Արան, ում մոր նկարն է եւ ով է համբալը։ Այսքանը։ Իսկ այս տեսահոլովակը, սիրելի բարեկամներ, մեկնաբանեք ինքներդ եւ ամեն ինչ հասկանաք։ Երկու տեսահոլովակ, տեսեք։ Հայոց բառապաշարից արմատախիլ անենք, քանի դեռ Ադրբեջանը խոսում է Ստեփանակերտում եւ Երևանում թեյ խմելու մասին։ Փոխզիջման մասին կարելի է լրջորեն խոսել միայն այն դեպքում եւ այն պարագայում, երբ որ Ադրբեջանը հստակ ուղերձղի, որ ինքը պատրաստ է քննարկել եւ ինքը պատրաստ է ընդունել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրականում զիջում է, դրա անունը սկսել են դնել փոխզիջում։ Իսկ ինչ է զիջում Ադրբեջանը, որը մեկը կարող է բացատրել։ Երբ որ Ադրբեջանը ասում է, որ իրենք Ստեփանակերտում են թեյ խմելու, Երևանում են թեյ խմելու, Սևանա լճի ափին չգիտեմ ինչ են անելու, այս պայմաններում տարածքների վերադարձի մասին խոսելը նշանակում է ադրբեջանցիներին առանց որևէ խնդրի մոտեցնել Ստեփանակերտին, Սևանին, Երևանին։ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար։ Փոխզիջում բառը հայոց բառապաշարից сотни тысяч моих армянских подписчиков голосовать за Никола Валерьевича Пашиняна. Հակահայ քարոզչություն տարածող Քամրան Ռազմավար անունով ադրբեջանցի տիկտոկերը այս տեսանյութում գովաբանում է Փաշինյանին։ Սիրելի հայրենակիցներ, ձեր ցավը տանեմ։ Այս կանից հետո դուք գիտեք ամսի հունիսի 7-ին 2026 թվականին ասեք ձեր եսը եւ ասեք ում հոր նկարն է, ում մոր նկարն է, ում հերն է արա, ում մերն է արա եւ ովքեր են համբալները։ Եվ ես ձեզ խոստանում եմ, որ հունիսի 8-ից հետո ես կնկարահանեմ վավերագրական կինոֆիլմ, որի անունը կդնեմ Համբալները եւ իրենց ծնողները։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցե հայ ազգս, կեցե հայկական սփյուռքը, կեցե ջավախքը հայությունս, կեցե Արցախը հայությունս, կեցե հայկական Արցախը, Ալեն Սիմոնյան, հայկական Արցախը, ոչ մի Ղարաբաղ, Երևան, Արցախ, Սևան, Մասիսլեր, Արևմտյան Հայաստան, եղավ Ալեն Սիմոնյան։ Կեցեք դուք, մեր ավակ քույրեր եւ եղբայրներ, տատիկ եւ պապիկներ, ձեր ցավը տանեմ,
Դուք եք որոշելու համբալները ովքեր են, վճռական խոսքը եւ վերջի խոսքը ձերն է, դա կլինի ձեր եւ մեր վերջի ճակատամարտը մաքրելու դավաճաններին, մաքրելու վիրավորողներին, մաքրելու հայրենիքը կեղտից եւ թողել միայն հային։ Գեցե հայկական առաքելական Սուրբ եկեղեցին Ալեն Սիմոնյան հայկական, գեցե հայոց կաթոլիկոսը եւ կապ չունի դա Գարեգին բեյ է, Վազգեն առաջինն է, ով ուզում է հայոց կաթոլիկոսը պիտի մնա հայ ազգի գլխին։ Դուք էլ լավ եղեք, սիրելի բարեկամներ, սիրելի հայրենակիցներ, ամեն ինչ լինելու է գերազանց, հույսով եմ քանդիպենք, Աստված բոլորիս պահապան, ստեսություն։